ողջ 5 դագարանի ժամանակահատվածում 5 դագարանյան պատմական ժամանակահատվածում իմասնավոր Իսրայել ժողովուրդը Աստծուն մոտենալու, Աստծու հետ հաղորդակցվելու, Աստծուն բաշտելու գլխավոր եւ առաջնահերթ միջոցը վայրը զոհասեղանի առաջ է։ Այս երբ որ դու կտեսնեիր մի տեղ որտեղ կա զոհասեղան, altar, նշանակում է այնտեղ քահանամը, մարգարեմը, հրյա ժողովուրդը Բաշտամունք մատուցած է Աստծուն։ Հիմա անշուշտ օդար սեղաններ էլ դնում էին, օդար աստվածների էլ բաշտեցին ետքը և աստված բաճեց։ Դրա մասին չեմ ուզում խոսալ։ Մենք հիմա խոսում ենք ամեն անգամ, որ երբ հրյամը, աստվածաբաշտ հրյամը, կամ մարգարեն, կամ քահանան, Աստծու պետք է մոտենար, միջոցը Աստծուն մոտենալու զոհասեղաններ։ Զոհը գբերեր, զոհասեղանը։ Եվ այդ զոհասեղանի, այդ բաշտամունքը Աստուծո առաջ ընդունելի եղած լինելու նշանը, որ այո, Աստված ընդունեց քո բաշտամունքը, քո աղոթքը, քո սիրտը, նշանը ուրեմն աստվածային գրագներ։ Միշտ կրեսենք ասիկա, ձնընթոցից և ամբոչ 5 դագարանյան ժամանակահատվածում բաշտող Աստծուն մոտենում էր զոհասեղանովը և եթե այդ բաշտամունքը ընդունելի էր լինում, Աստված երկնային սուրբ գրակներ ուղարկում և այդ զոհը վարում էր և այդ վարված, խորոված, գենտանի էին դնում, գարնուկ և կամ մեկ զույգ դադրակ, ինչ որ է, բայց այս բարակայում զոհասեղանի վրա գառնուկը դրվում էր և Աստված երկնքից գրագ իջեցնում էր, խորոված էր լինում և Աստծո խոսքը գսե ձեր զոհի անուշ բադարակի բույրը Աստծո առաջ էր բարձրանում և Աստված հաջում էր, ուրախանում էր այդ բադարակի, այդ զոհով։ Ուրեմն այս ծևով էր մարդ Աստված իրար մոտենալու, բաշտամունք գայացնելու և հաղորդակցության միջոցը, զոհասեղան և երկնային գրակը։ Հիմա ոսկը հանդիպինք մի մարդու, ով Գարմեղոս լերը կբարձրանա, Եղիա մարգարեն, մեկ հոգի է, Եղիա մարգարեն և դեմ ունի 450 հեթանոս մարգարեներ։ Եղիա մարգարեն Աստուծո մարդն է, Աստվածին կգանչե և հիմա այստեղ Եղիա մարգարեն Գարմեղոս լերը կբարձրանա, բոլոր ժողովուրդին կհրավիրի գսե եկեք և Աստծուն բաշտամունք պիտի մատուցանենք և ոչ միայն բաշտամունք մատուցանելու այսպես թրթաբաճար մներ, այլ այստեղ լուրջ հարց կար, որ պետք է որ հրաբարակվեր, որն էր հարցը, ով է ճշմարիտ Աստվածը։ Երկինքներն ու երկիր արարող Աստվածն է ճշմարիտը, 5 դագարանում Եհովա անունով էր ներկայանում, ուրեմն Եհովան է Աստված իրական, թե այս 450 մարգարեների, որոնց հետին մի հզոր գին մգար, հեթանոս գին, ինչ էր անունը այդ գնոջ, Հեզապելը, որ այս 450 մարգարեները ներշնչված էին Հեզաբել թագուհու, թագավորինն էր Փաղի, ուրեմն Փաղը իրեն չասվածն էր, ուրեմն Հեզաբելը իրենց այսպես գլուխ գործոց միտք դվոն էր, անաստված Հեզապել թագուհին, ուրեմն անոնմով ներշնչված գուքան և գսեն այսօր պետք է որոշենք ով է ճշմարիտ Աստվածը։ Ձեր Աստված, քո Աստվածն է Եղիա մարգարե, թե մերն է։ Ուրեմն մեկ մարգարե 450 մարգարեների դեմ կանգնած եւ այսօր պետք է ապացուցվի ով է
այդ Աստվածը, որում պետք է հետևենք։ Եվ Եղիա մարգարեն հրաբարագավ ասպարեզ կգարտա եւ գոչ կքարոզե եւ գսե, նայեցեք։ Եթե իմ Աստվածն է, Եհովա Աստվածն է, ճշմարիտ Աստված, բոլորս ալ դուք եք, մենք էլ արդեն պիտի նրան բաշտենք, պայման ասեր։ Իսկ եթե ծեր Աստվածն է, ճշմարիտ Աստվածը, մենք պիտի թողնենք Եհովա Աստծուն եւ ծեր Աստծուն պիտի բաշտենք։ Սա մեկ։ Երկրորդ պայմանը, որ հստակ արձանագրված չէ, բայց Եղիայի գործունեությունից ցույց կտա, որ պայման մնալ էր, որ երբ որ մենք արդեն կհաստատենք ում Աստվածն է, ճշմարիտ Աստվածը, ինչպես պիտի ապացուցվի, Փոլ 2 զոհ պիտի տնենք, զոհասեղաններ ունենք, 2 զոհ պիտի մատուցանենք, եւ այն զոհի վրա, որ երկինք են գրակիչն է, եւ զոհը գլափ է, գայր է, անենգա է ճշմարիտ Աստվածը։ Համացայն ենք, դուք ուրեմն համացայն են։ Երկրորդ պայմանը ինչ էր, որ չկրված օրենք մներ, որ որու Աստվածը, որ ճշմարիտ Աստվածը գլինի գրակ իջեցնելով, դիմացի ասույն, որ բարդվեցավ այսպես, պիտի բոլորին սպանեն։ Գամ Եղիան 450 մարկաներուն պիտի սպաննե, գամ ալ իրենք պիտի սպաննեն Եղիային եւ նրանց Աստվածը այլևս վերջացավ, չկա։ Մեր Աստվածն է ճշմարիտ։ Ուրեմն այս էր պայմանը։ Հետևաբար զոհասեղանը ներկայանում է ճշմարիտ եւ սուտ Աստծո դարբերությունները ընդգծող գարմիր քիծը, նշանը։ Ուրեմն զոհասեղանը այստեղ պիտի որոշեր ով է ճշմարիտ Աստվածը։ Սա շատ կարևոր իրադարձություն մներ Իսրայելի պատմությունն եւ այստեղ հիմա Եղիա մարգարեն այս գոչը գուղ է։ Հետևաբար Եղիա մարգարեն ինչ կնե։ Եթե շատերս լինեինք դարբեր մոդեցում թերևս ցուցաբերենք, բայց ինչ լավ է որ մեզ մի առաջ անցած մարգարեներ, քահանաներ կան եւ հավատքի հերոսներ կան, որոնց օրինակներից մենք կարող ենք դասեր սովորել։ Եթե ես լինեի, պիտի կանգնեի զոհասեղան կա այնտեղ փլված, քանդված, եւ հիմա թշնամիներ, միայն պիտի աղոթեինք Տեր Աստված, խնդրում եմ, աղոթում եմ, այսօր դու աբացուցե որ դու ես կենտանի Աստվածը գրագի իջեցուր, անանք ամոթով մնան եւ այն։ No։ Եղիա մարգարեն արմադից սկսվեց, չաղոթեց սկզբից, աղոթքով իր այս արարողագարքի բաշտամունքի բացում աղոթքով չարեց, ինչ արեց, նախքան աղոթելը և իր խնդրվածքը Աստծուն մոտեցնելը այս իրավիճակին ինչ արեց, նկատեց, որ ասում մասին շատ խոսացինք, այսօր բիդավարեմ սիրեմ, զոհասեղանը փլված էր, զոհասեղանը քարերից էր, գազմվում, շինվում, գառուցվում։ Ուրեմն եկավ գարմեղոստեր, դեսա որ զոհասեղանը որտեղ պետք է ապացուցի, որ Աստված գրակ խրգե եւ որու Աստվածն է ճշմարիտ կամ զոհասեղանն էր, չէ, բանալին։ Փլված է։ Ուրեմն ինչ արեց, նախքան աղոթելը, նախքան որևէ մի Աստծո հետ շփում ունենալը, բոլոր ժողովուրդին հրավիրե, գսե եկեք բոլոր միասին հոսքովս եւ զոհասեղանը, որ փլված էր, գառուցեց, վերանորոգեց, որովհետև զոհասեղանն էր դառնալու բանալի կենտրոնական վայրը, որտեղ Աստված պիտի իր գրագը իջեցներ։ Ուր իջեցնի Աստված իր գրագը, եթե զոհասեղան չունիս։ Ուրեմն գվերանորոգե զոհասեղանը, զոհը գբերե զոհասեղանին վրա գտնեն, 4 կողմը փայդեր գշարե, անոնք որ պատմությունը գտնեն շատ հետաքրքրական է, այս բացառիկ յուրահատուկ դեպքն է, ուրեմն զոհասեղանը գտնես, փայդերը գշարի ամբողջ զոհասեղանի շուրջ եւ վերջ, Եղիան հավատքի հաջորդ մղոնը գերտա։ Հիմա մենք եթե լենք ինչքան հնարավոր է 4 փայտ կուզենք դնել, որ անմիջապես գայծ առնե եւ գրագը վարվի, ինչ կնեմ։ Զոհը գտնե, նախ գառուցե զոհասեղանը, զոհը վրան գտնե, փայդերը գշարի եւ գսե 7 թույլ ջուր բերեք։
ջուր էլ գբերը զոհին վրա փայդեր ամբողջ ջուրի մեջ կթաթախվի այսինքն անհնար է լուցկի դասվարը մարդկային կորձոնը ամբողջությամբ վերացնում է Եղիա մարգարեն ոչ ասեմ որ այնքան չոր էր փայդերը ոնդեղը մեկը գայց մտվավ նո ջուր լեցրեց ամբողջ ջուրերը գսա այնքան հոսсан որ փայդերը ջուրի մեջ թաթախվեցան եւ ջուրը հոսում էր գսե զոհասեղանից լուրջ հավատքի քայլ է սա Դե մենք խորոված պիտենք դունը մանգալը բերեցինք դախտակները դրեց աջո ջուր չենք թափեր վրան բենզին կամ վարելանու սպիրտ գուտանք դախտակ չորի չնով որպես շուտ բռնի բայց ոչ հագարակ պատկերը գրեցնենք հրաշքի կորձոն հավատքի ամբողջական պատկերը գրեցնենք այստեղ Երկար պատմությունը կարճացնենք Աստուծմե գրագը գիչն է Եղիա մարգարեի բادرաստած զոհասեղանի եւ զոհի վրա գսե զոհը եւ ամբողջ ջուր գսե լափեց Եվ հենց 450 հեթանոս մարգարեները դեսան այս եղելությունը փախչեցին վախեցան Եվ Եղիա մարգարեն գսե հրամայեց, որ այդ 450 մարգարեները գենտրոն հեղեղադի իջեցնեն եւ on բոլորին սուրիփերն անցնեն։ Բոլորին սպանեց։ Եվ on գսե ողջ ժողովուրդին դու ես գենթանի Աստված, դու ես միակ ճշմարիտ Աստվածը եւ գսե Աստծուն ճաշտամունք մատուցանեցին։ Դասը անփոխարինելի եւ անմոռանալի է այս դեպքի հետ կապված։ Զոհասեղանը գենտրոնական կորձոններ եւ որոշիչ դերագադարություններ այստեղ Աստուծո եւ զոհի եւ ճաշտողի միջեւ որոշիչ դերագադարություն ունեցողը զոհասեղաններ, վերանորոգված զոհասեղաններ եւ յետքը մյուս բոլոր կորձողներն չափազանց կարեւոր է մեր կյանքում զոհասեղանները վերանորոգված լան երբ Աստված դեսավ երկնքից Եղիա մարգարեին իր մարդուն իր զավակին Եվ Աստված երկնքից կնայի քեզ եւ ինձ որ նախքան մեր հաղորդակցությունը նախքան մեր խնդրվածները նրա առաջ ներկայացնելը նախքան իմ հարցերիս մասին Աստծո այդ աղոթքով նրա առաջ ներկայացնելը իմ անձս կքննեմ եւ գտեսնեմ որ իմ սրդումս իմ զոհասեղանս ուրեմն սիրտը մեր կյանքի զոհասեղանն է ինչն է զոհը մեր կյանքը Սիրտը այն սուրբ զոհասեղանն է, իսկ զոհը իմ կյանքս է, իմ գամքս է։ Ուրեմն երբ որ Աստված կտեսնի, որ ոս մարդ մը գա, նախքան իր խնդրվածքը ներկայացնելը իր սիրտն է, իր զոհասեղանն է, իր գամքն է, այսպես վերանորոգում, հարցերը լուծում եւ Աստուծո հետ իր հարաբերությունը սրբակրում անպայման Աստված երկնքեն իր գրագը պիտի չեցնե։ Քու զոհդ անուշահոտ որպես բադարակ ընդունելի պիտի լա։ Եբրայց նամակի մեջ կտեսնենք ասիկա 4-րդ գլխում։ Գսե անուշահոտ բադարակի նման գսե ձեր աղոթքը Աստուծո առաջ կելե։ Երբ որ արդեն սիրտս ճշգրիտ իրավիճակում է, երբ որ սիրտս շիդագ է, մաքուր է, հարաբերությունը ստեղծվել է, որ մի հետ արդեն Աստված կսկսի կործել։ Աստված իր գրագը պիտի չեցնե ոչ թե միայն քու զոհդ ընդունելի դարձնելու, այլ նաև քո թշնամիները քո աչքի առաջ պիտի վերացնե։ Քո թշնամիները սխալ գրոնական վարդապետությունները, սխալ գրոնական ուղղությունները պիտի արմադախիլ լինի Աստված, ինչպես որ այստեղ արեց։
Հիմա եթե պատմության մեջ փորձենք խորանալ այդ բահին, երբ որ Եղիա մարգարեն Փահաղի 450 մարգարեներին գոչ կարդաց եւ ասա նախ դուք սկսեք ձեր Աստծուն աղոթեք եւ տեսնենք միգուցե պատասխանի եւ մեր զոհը չնա եւ մենք ձեր Աստծուն կբաշխենք։ Հիմա իրենց սովորությունն էր, որ բարձրացային գորան, սարերին, լեռներին, լուսնին, աստուծին իրենց աստվածներին Փահաղին եւ գսե չեր պատասխանում։ Եղիան ասա որ քիչ ավելի բարձր գորացեք։ Եվ ինչերին խարազաններ ունեին իրենք։ Հոնգսե, այստեղ գրնակները սկսեցին ձեձել։ Այս դեպի ամբողջ արյուն գելեր իրենց գրնակների վրա։ Գիտեիք որ Լիբիայում, Աֆղանստանում եւ որոշ իսլամական երկրներում ամեն տարի Ռամադանից առաջ կամ այդ շրջաններում իրենց սովորություն ունի։ Միջև այսօր TV-ի վրա գրել իրենց գրնակները գխարազանեն։ Ամբողջ արյուն գելն է։ Լինքը դեսեք, շատ հավանաբար իսլամական աղունք ունեցող գրոնքներ էին անում։ Այսօր մասին նույն մոնիմ օրմն գխոսին։ Ուրեմն եւ նորեն իրենց աստվածուն գաղութեն եւ գրակիչներ։ Հետ ունեցեք Եղիան ինչ կստե։ Վաու, ձերը առնում իրենց։ Արոն, գիտես ինչ ասում Եղիան դրանց։ Ասում եմ մի քիչ էլ ավելի բարձր գորացեք, կսե Հարութ ջան, 1000 բարի, Անի ջան, 1000 բարի կան։ Հարութն ինչ կսե։ Եղիան այդ Փահաղի մարգարեն կսե ավելի բարձր գորացեք։ Եբրայերեն երբ որ գարտանք ավելի էստակ կնեմ, գսե մի կուցե հանգստանալու գնացել է, այսինքն գներեք զուգարանում է։ Այդպես է բնակիրը, ավելի բարձր գորացեք, մի կուցե գնացել է հանգստանալու, գորացեք, որ դուրս կա, որ ձերը առում, ծիծաղի է ենթարկում և գործանում է նրանց գրոնքը։ Ամենակարևոր դասերից մեկը ինձ համար եւ մեզ համար Աստված կուզե մեզի փոխանցել դերյանը նախքան աղոթելը քո խնդիրների համար զոհասեղանդ նորոգ է նախքան Աստծո $1 միլիոն խնդրելս սրդիս դրթաբաճարը զոհասեղանի դրթաբաճարը ստուքեմ, ինչու համար եմ ուզում, այս, այն, առողջություն, նյութական, ինչ որ ուզում եմ, ինչու համար եմ ուզում, դրթաբաճարս, նպատակս ինչ է որ ուզում եմ Աստծուց, իմ փառքի համար, թե նրա փառքի համար, այսինքն ցույց կտա զոհասեղանիս հոգեվիճակը, նախքան Աստծո առաջ զունգի կալ և աղոթելըդ կսե զոհասեղանդ կառուցե անցալ գիրագի դեսանք ինչ նշանակություն ունի մեր առօրյա կյանքում եթե կսե զոհասեղանդ պիտի տնես և միտքդ կուքա որ եղբորդ թեմ խնդիր մունիս նեղացրել ես իրեն և նա նեղացել է քեզից կսե զոհը թող զոհասեղանի վրա գնա եղբորը ախպեր ջան ցավդ տանեմ հիշում ես ես քեզ նեղացրել կամ մենք խնդիր ենք ունեցել ներողություն այդ հարցը լուծի հետո եկուր գսե զոհ դիր զոհասեղանի վրա որպես ընդունելի լամ ուրեմն սրդի գարկավիճակը Աստված հետաքրքրված չէ ցուցադրություններով performance ցուցադրություն հանդես Աստված հետաքրքրված չէ իմ կյանքից Հայաստանում օգտագործում են այս բառը Ահարոնը պիտի հասկնային ձի Հարութը Անին Հասմիկը ավոն հասկնան գսեն այդ խամաճիկությունը թող Աստված հետաքրքրված չէ իմ արդակին ցուցադրություն Եղիա հետաքրքրված չէ ցուցադրություն ինքը դեսա որ լուծ խնդիր կա սեղանը պիտի գարցում այնտեղ որտեղ Աստուծո գրակն է իջնում Եղիան զոհասեղանը գառուցեց եւ Աստուծո գրագիչավ Սողոմոն իմաստունը Սողոմոնը թագավորը Դավիթի որդին երբ որ դաջարը գառուցեց դաջարի նվիրման
արարողակ մեծ արարողություն ըրավ, դաջարի, Սողոմոն դաջարի, արարողություն ըրավ, փացման արարողություն, օրտության, եւ որ Սողոմոնի մաստունը աղոթեց, ետքը զոհեր տրավ, զոհերի վրա գսե Աստուծուն է գրակ իջավ, եւ գսե զոհերը ամփոչ այրեց։ Նոր գդագարանում նման դեպքի գանտիվինք երկինքին գրակ իջած զոհերի վրա։ Հիսուս երբ որ երկինք համբարձավ, իր աշակերտներուն պատվիրեց սա, որ սպասեք վերնադանը, մինչև որ վերեն զորությունը ստանաք։ Եվ իր համբարձումից 10 օր ետ 50 Պենտիկոստի 50-րդ օրը կնշանակե 40 օր անցավ 10 օրը սպասեցին վերնադանը եւ գսե երբ որ աշակերտներ հոն էին աղոթքի եւ միապանության մեջ այս իրենց սրդերը քննեցին 10 օրվա ընթացքում աղոթք եւ հաղորդակցություն աղոթքի իրենց սրդերը իրենց գամքերը իրենց ցանկերը Աստծո առաջ էին դրել այդ զոհի վրա գսե երկինք են Սուրբ Հոգին գրագի իջավ գսե վարվող լեզուների նման ուրեմն Աստուծո գրագը իմ եւ քո ցանկուն գիչնեք օրտնության գրագը Սուրբ Հոգին գրագը միայն այդ դեպքում երբ որ իմ սիրտս ցանկս եւ գամքս դերոջը հաջելի վիճակում է Հինգ դագարանում քարից էր զոհասեղանները նոր դագարանում այսօր մեր սիրտերն են ինչպես արդեն ասեցին եւ հայտնության քրքի մեջ շատ հետաքրքրական այսպես այս նույն Եղիայի զոհասեղանի վերանորոգման ասում է գրագիչներուն եւ այս կոնտեքստի ներքո նամակների գանտիբինք հայտնության քրքում Հիսուս կխոսի իր եկեղեցիներին ասյո 7 եկեղեցիներին կխոսի եւ գլխավորապես այնտեղ երկու եկեղեցիներ կան գլխավորապես որոնց հadouk պատկամով կմոտենա գսե շատ ծառայություններ ունիք շատ լավ քարոզչություն ունիք վարդապետությունից ընդիր է ծառայություններ շատ ունեք բայց նկատում եմ որ ծեր եկեղեցական հոգևոր կյանքի կենտրոնում զոհասեղանը որտեղ իմ գրագս միդիչնեն որը փլված է մենք ինչն է զոհասեղանը սիրտն է սիրտը այնտեղ է որտեղ սերն է շողշողում սիրտ եւ սեր միշտ միասին են երբ որ սիրտս քեզի գուտամ գսենք նույնիսկ սերս քեզ եմ տալիս սեր նվիրում սիրտ Սեր, նվիրում, որ մեկ եւ Հիսուս ինչ գսե զոհասեղանը, այսինքն սիրտդ, այսինքն առաջվան սերդ թողել ես, չկա սեր։ Սեր չկա։ Այդ բոլորը դու անում ես անելու սիրուին։ Այդ բոլոր հայդակիրները անում եք, պետք է լինի, անենք, բա որ չանենք Հիսուս կսե բոլորը լավ են, բայց կսե քո տեմպամ ունիմ, քո առաջվան, այդ սկսնական, այդ մաքուր զուլալ սերը, խանդավառությունը, գրագը, սրդիդ մեջ, որ բոցավարվում էր իմ հանդեպ, չկա այդ գրագը, չկա, ինչը որ է զոհասեղանդ փլվեր է, որև չունիս Աստուծո այդ բաշտամունքի բահ ամեն օրյա։ Հաղորդակցություն չի գա Աստծո հետ։ Սրդի խնդիր ունիս, ինֆակտ ես ստանելու շուտով, ինֆակտ, հարդ attack ես լինելու, մեռնես, սիրտդ խնդիր ունիս, սիրտ չի գա, սեր չի գա, ամեն ինչ ինձ չի հետաքրքրում, այն ինչ որ անում ես, Աստուծո հետ հաղորդակցությունդ արդեն գամած ֆեյդ է լինում, անհայդացել է, Սրդիդ զոհասեղանը ուրացել ես, փլվել է, Աստուծո հետ քո հաղորդակցությունը եւ և պաշտամունքը ոչ թե առաջնահերթություն է դարձել, այլ
դարբերակ։ Fellowship with God was turned like an option and not a priority. Is your relationship with God an option or a priority? Աստուծո հետ իմ հաղորդակցությունս դարբերակ բնե, ուրիշ բան անում, ես ալնդենք, թե ոչ առաջնահերթություն է։ Աստված ուզում է լինել իմ կյանքում առաջնահերթություն։ Ինչու՞, որով ինքը առաջնեկը դվեց մեզ, ինքը քեզ եւ ինձ առաջնահերթություն համարեց։ Եվ իր իրավունքն է մենք էլ մեր հերթին Աստծուն համարել առաջնահերթություն մեր ամեն բանից առաջ Աստված։ Ուրեմն այս եկեղեցիների զոհասեղանը, սիրտը, սերը, նվիրումը, գամքը երկրորդական փլվել էր։ Չկար այդ կապը։ Գիտեք որն է քրիստոնեական կյանքում գոյություն ունեցող վտանգներից մեկը։ Քրիստոնյայինը, հավատացյալը վտանգը հետևյալն է, որ ոչ թե որ դու ասենք դադարում ես հավատացյալ համարվելուց կամ քեզ քրիստոնյա չհամարելուց։ Ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ եմ, ես եկեղեցու անդամ եմ։ Դա չէ վտանգը։ Վտանգը գիտեք ինչ է։ Լինելով քրիստոնյա շարունակում եմ ապրել իմ կյանքս առանց կրակի, առանց այդ խանդավառության, առանց Աստուծո ներկայության։ Այս է վտանգը մեր։ Եկեք շատ հաճախ չենք էլ զգում, որ այդ վտանգի մեջ ենք ընկել։ Հավատացյալ եմ, գնում եմ եկեղեցի, կարդում եմ Աստվածաշունչը, քարոզում եմ, ծառայում եմ, նվագում եմ, երգում եմ, դալիս եմ, ամեն ինչ կա։ Բայց գրակ, խանդավառություն, Աստուծո ներկայությունը չկա։ Առաջվան սերդ թողեցիր։ Գիտեք, Հիսուս իր աշակերտներուն քարոզելիս մի օր ասաց, նայեցեք սավ աշակերտներս։ Ես որդն եմ, հայրը որդադունգ է, դուք ջուղերն եք, այդ Հովանու 15-րդ գլխում կտեսնենք։ Եվ դեղը գսե Հիսուս, առանց ինձի բան չեք կրնար անել։ Ասի ուզում եմ հիմա գոնե դուք իմանաք, որ առանց ինձ, առանց իմ մեջս լինելու, ես ալ ծեր մեջ, առանց ինձ ոչ մի բան չեք կարողանալու անել, բայց մենք տեսնում ենք շատ հաճախ եկեղեցիներ, համայնքներ, հարանվանություններ, սկանչելի մեծ գործեր են անում։ Առանց Հիսուսի, ոնց է լինում դա։ Հիսուս ինչ ասաց, առանց ինձի ոչ մի բան չեք կարողանում անել։ Երբ որ մենք տեսնում ենք համայնքներ, եկեղեցիներ, հաստատություններ, քրիստոնյա, որ մեծ բաներ են անում, բայց տեսնում ես, որ Հիսուս չի գա այնտեղը, Աստվածաշունչը մեկ կողմ է, վարդապետություն չի գա եւ խայդարագություն գդիր է, այդ ժամանակ կհասկանանք Հիսուսի միտքը, որ հետեւյալն էր, առանց ինձի դուք չեք կարող մի բան անել, որը հավիտենական արժեք է ունենալու։ Առանց ինձ դուք չեք կարող մի բան անել, որի մեջ լինի հավիտենական արժեք եւ քնահատական։ Ուրեմն Հիսուսը առանց դիպամը չեք կնանել։ Մի որոշ ժամանակ, մոտ 30 տարի հետ Բողոս Սարակյալը գուկա, ինչ կսե։ Այո, Հիսուսը ասավ, առանց ինձ ոչ մեկ բան չեք կարող անել, բայց Բողոս Սարակյալը գսե, իսկ ես ամեն բան կարող եմ անել անով, որ զիս զորացուց։ Այս օրինակ ինչու բերեցիմ, այստեղ է բնորոշվում եւ ընդգծվում հավատացյալի զոհասեղանը առողջ վիճակ ունենալու դարբերությունը։ Երբ որ զոհասեղանս գառուցված է, նորոգված է սիրտը, սերս, գամքս դերոջը հետ, հաղորդակցությունը ամուր է, առաջնահերթություն է, Աստուծո գրագիչ եմ եւ Հիսուսով ամեն բանի ես պիտի կարողանամ հաղթահարել։ Ամեն բանի։ Ամեն բանի։ Գիտեք, բազում հավատացյալներ
նոր գրագի գարիք չունեն, նոր գրագի գարիքը չունեն։ Բարձրապես գարիքն ունեն, որ այդ մանր գրագը, այդ բլբլացող բադրույկը, Հիսուս կսե չէ, ճախճախված եղեկը պիտի չի պշրեմ, և բլբլացող բադրույկը, այդ ջրակը, այդ լապտերը, այդ ֆիթիլով գիշեք, որ գվարեինք, լիպանան, կահրաբան գերտար, այդ գազը վեճած յուղը գվեջ, այդ բլբլացող բադրույկը պիտի չի մարեմ գսե, ոչ էլ ճախճախված եղեկը, և եղեկը, նայեցեք, ամեն մենք ուզում ենք գրակ մգա, եթե մենք փրկության փորձառություն ունեցանք, այդ գրակը գա, բայց բլում է, թեթև։ Մենք կարիք ունենք նոր յուղ լցնել, յուղ ավելացնելու, Սուրբ Հոգվի ներկայությունը խնդրելու, զոհասեղանը մեր աչքի անցնելու, ինչպես Եղիա մարգարեն հրավ, փլաձեր, նախ ընդից պետք է սկսի, նախքան ասում է խնդրելու ժողովուրդ, զոհասեղանը այն վայրը, որտեղ Աստված իր գրակը օրհնությունը ներկայությունը մի դեղի, ադի գառուցեմ, գար զոհասեղան, բայց բադրույկը բլբլում էր, երբ որ նորոգեցին, չուր ալլցնեն, աշխարհն ալ վրա կա դու անպայման հաղթանակած դուրս պիտի գաս։ Ավարտեմ սիրելիներ։ Կարևոր նշումը նախքան գրակը խնդրելը Աստծուց մե, գսե Եղիա մարգարեն 12 քարեր արավ և 12 քարերով գառուցեց զոհասեղան։ 12 քարերը կներկայացնեն Իսրայելի 12 ցեղերը։ Այստեղ մենք կտեսնենք շատ կարևոր տաս զոհասեղանի գառուցումը կոմպրենդե հավաքական է։ Բոլորս միասին պիտի անենք։ Եղիա չարա մի հատ քար դրեց, ասի ինձ համար է դեր, նո, 12 ցեղ ենք, 12 քարը և ժողովուրդին հրավիրեց, բոլորդ ինձի մոտեցեք ասավ, 12 քարեր փերեք, և այս քարեր, թև հոնդեր գար պլած, և բոլորս միասին պիտի գառուցենք, ուրեմն զոհասեղանի քո կյանքում եթե զոհասեղանը փլած է, եթե իմ կյանքում սիրես հոգևոր կյանքս փլված է, պետք է մեկս մյուսին օգնելով անենք եւ ոչ թե առանցին։ Ինչու, որովհետեւ օրհնությունը միաբանության մեջ է։ Եվ 5 դարանում մենք տեսնենք դարբեք օրինակ Հեսուի բادرազմը մղեց օրմը մի քանի զինվորներով շատ սագավաթիվ հսկա բանակներ գործանեց, իսկ ուրիշ արիթով նույն բանակով ուզեց նորին բادرազմի բարդվեցան ավելի քիչ և տեսան, որ ոնդեղ խնդիր մգար, փոքր զանգվածը, թթխմորը, ամբողջ զանգվածը կարող է գսե խմորել, ուրեմն ասիկա մեզ գսորվեցնե, որ Եղիայի բարակայում գսե 12 քար արավ, կնշանակե բոլոր ժողովուրդին հետ միասին, մենք որպես ընտանիք, բոլորս միասին մեկս մյուսին պիտի օգնենք, որ մեր կյանքում փլված հոգևոր վիճակները կառուցենք, եւ եկեղեցին ճիշտ ադոր համար է։ Եկեղեցին այն վայրն է, որ հավաքապես կհավաքվին ժողովուրդը, որոնց զոհասեղանները փլած են, եկեղեցի գուկանք մեկս մյուսին գոկնենք, ես Արսենին գոկնեմ, Արսեն ինձի գոկնե, Վիվյանին, Սակոին, Գրեգին, մենք իրար գոկնենք ներսեսին, որպես մեր կյանքում, որ մենակ դու չես կարող։ Հարութ եղբայրս, երկու գիրագի առաջ որ պատկամեցի, սավ հովավիկ եղբայրս, սավ Բա իմ կյանքումս զոհասեղանը քարեր գա որ փլվեց ոնց անեմ, ես միասին պիտի անենք եղբայր։ Միասին պիտի անենք։ Դու չես կարա մենակ, ես չեմ կարող, ես քեզ գոկնեմ, քարերը ծանր են, պիտի բռնենք միասին դնենք եւ մեր հոգեվոր կյանքի ընթացքը միասին պիտի գնա սիրելիներ։ Պենտեկոստեին, գիտեք ինչու գրագի չափ գսե, եւ բոլորը միաբանությամբ աղոտ գնեին Սուրբ Հոգին իջավ, ուրեմն բոլորը միաբանություն, աղոտ հոգնագի է, բոլոր միասին էին, անհատ չէ միաբանության մեջ կա զորություն սիրելիներ, եւ գրագի իջավ, եւ գրագի իջավ, repair the altar and prepare for the, եւ գրագի իջավ, գրագը միշտ զոհի վրա գիչն է, զոհասեղանի վրա դրված զոհի վրա գիչն է գրագը միշտ,
Ինչ կնշանակե գրակ, այդ գրակ, որի մայչավ Եղիայի զոհ, ինչ կնշանակե, այդ գրակը ինչ նշանակություն ուներ, իմաստ ուներ, շատ պետք մի քանի դեռ այդ գրակի իջնելը եւ զոհը լափելը գսե ջուրով միասին կնշանակե Աստուծո ներկայությունը եկավ հոն, Աստուծո վավերացումը եկավ այդ զոհի եւ այդ կորձարկի վրա Աստված վավերացուց գնքեց որ այո ասի ընդունելի է Աստուծո զորությունը իջավ եւ Աստուծո փառքը Աստուծո ներկայությունը, Աստուծո վավերացումը, Աստուծո զորությունը եւ Աստծո փառքն է գրագի սիմվոլը։ Ուրեմն երբ որ քո կյանքում զոհասեղանդ գարուցել Աստուծո ներկայությունը քո հետ է լինելու, Աստուծո փառքը քո կյանքում է լինելու, Աստուծո զորությունը իմ կյանքումս պիտի լինի եւ Աստուծո վավերացումը, որ ասիկա է իմ սիրելի որդիս, որուն հավներեմ։ Չկեսի մագրդության ժամանակ Աստծո գրակն էր ադիկա, Աստծո վավերացումն էր Սուրբ Հոգին իջավում։ Ավարտեմ շատ կարևոր թեմա մգա առաջիկայում կանտրատարնամ օդար գրագի մասին թեպ մգան տիբինք եւ դացված քրքում եւ որ Ահարոնը եւ Մովսեսը բոլոր Աստծո դունը եւ խորանի դաբանագը նվիրեցին զոհեր տրին Աստծո գրագի իջավ եւ զոհերը լափեց կսե Ահարոնի եւ Մովսեսի բարակայում քիչ յետ Ահարոնի երկու որդիները Աբայդա եւ սխալ չասեմ անունները Նատապ եւ Ապիրոնը Ահարոնը ուներ երկու որդիներ քիչ հետ կգսի անոնքալ դեսեի որ դեսան որ իրենց բաբան եւ Ամոն այսպես բամարին Ահարոն եւ Աստծո գրագի չափ շատ լավ է ժողովուրդ Աստծո վավերացումը ներկայությունը փառքը գար սի մինգա գռնան գնել Հիմա զոհմարին եւ գսե օդար չվավերացված գրակ փերին եւ զոհի վրա տրին ցույց տալու որ նա ոչ միայն դուք մեր զոհի վրա էլ գրակիչն է այսինքն մենք ալ ինչ Աստծո մեր գրակի չավ անոնց զոհի վրա բայց ոչ թե իրենց զոհի վրա այլ իրենց կյանքերի վրա եւ գսե դեղվում վրա սատկացրեց Աստված նրանց Աստուծո հետ խաղչելար գերց գրակ սխալ գրակ ցույց տամ որ Աստծո ներկայությունն է եկեղեցի օրինակ գործնվի վավասած գործն է հոգի ներկա աշխարհին իրական զուտ զուլալ genuine ուրիշ խոմ գսե մեր մոդալ գա եւ զգացմունքներ գտնեն եւ մարդկային կորձոն գտնեն եւ լույսեր եւ emotional վիճակ կստդե մեր մոդալ գա եւ զգացմունքային բաներ գբերեն ժողովուրդ ու կարճ եւ սուտ կեց գրակ եւ շատ զգուշ պիտի լանք մեր Աստուծո հետ հարաբերություններում Ինձի հարց զոհասեղանս փլված է թե վերանորոգման գարիկն ունի թե գայուն է աղոթքիս կյանքը Աստուծո հետ ունեցած հարաբերությանս personal relationship with my God with my Father գա աղոթքի կյանք ունիմ Աստծո խոսքը Că voi oreng ce asocoscă de diacre. No, hocus jașene. Hocus jașene. Că ce men polor dumbi de tang hama vuderik pi dudeng mer fizica gani amar. Sai im hocus jașene. Că jașagem asocoscă. Աղոտ ունիմ հաղորդակցություն, ծառայություն, նվիրում, մեղքի հետ ինչպես է իմ հաղորդակցությունս, փորձություններ, այս բոլորը ինձի ինքնակնության առջև գտնեն զոհասեղանիս վիճակը ցույց կտան։ Այո գսեմ դեր փլված քարեր կան իմ զոհասեղանումս։ Հիսուս ինչ կսե, Աստված ինչ կսե, կառուցիր, որ ուզում եմ նոր գրագի չեցնել, թարմ գրագի, հոգիս կուզեմ դալ, օրտնել կուզեմ քեզ եւ ցույց տամ աշխարհին, որ դու իմն ես։ Ինքնակնության ենթարկեմ, որբեսի հոգևոր կյանքս իմաստավոր լինի, Աստծո փառքի համար
եւ իմ հոգեվոր կյանքից օգտին համար եւ եկեղեցու շինության համար ամեն